Արցախցիները կարող են օբյեկտիվ ակնկալիք ունենալ, որ այս իշխանության օրոք որևէ հայանպաստ դիրքորոշում կարտահայտվի արցախցիների հավաքական հետ վերադարձի հետ կապված կամ առհասարակ Մինսկի խմբի ձևաչափով Արցախի հարցի քննարկման հետ կապված։ Եթե մանրամասնորեն կոնկրետ արձագանքեք այդ հարցի շուրջ, ես ձեզ ասեմ, ժողովուրդ, մենք այս օրը հասել ենք այս իշխանության բաստողումներով կամ իրանց անպիտանի որոշումների հետ, որ ասում է այս հետևանքով, հա։ Այսօրվա իրավիճակում դա չի նշանակում, որ գնում եք ինչ-որ բան ստանալու, պատասխան ստանալու։ Դա մենք ցույց եք տալիս, որ մենք անտարբեր չենք, դա մենք ցույց ենք տալիս, որ մենք պահանջատեր ենք առաջի հերթին ներկա իշխանությանը, որովհետև ներկա իշխանությունն է բոլոր այս հարցերի, այս կետերը, որ շարունակվել է, եկել հասել ենք այսօրը, պատճառը հիմքը իրանք են։ Ժողովուրդ, մենք Արցախում ապրելու ժամանակ մենք ունեցել ենք ընդամենը 2 հարց։ Արցախի ինքնորոշման հետ կախված ու մնացած, որ ասում է Արցախի հետագա այդ կարգավիճակը ստանալու համար։ Հիմա այդ Արցախը կորցնելուց հետո կետերը հասել է մեր այսօրվա վիճակ 12, որ վաղը դա չդառնա 24 կետ։ Մենք տեսնում ենք, չէ՞, շարունակական կործանարար գործողություններ ա գնում։ Դրա համար մենք արցախցիներս որպես ցավալի օրինակ, այսօր մենք ենք խոսքի դուրս եկել ժողովրդի, հայ ժողովրդի գոչ անելով, խնդրելով, որ ժողովուրդ խոսքի եկեք միացեք, որ սա Արցախի հարց չի, արցախայության հարց չի մենակ, սա ընդհանուր ազգային հարց է։ Մենք վտանգի տակ ենք բոլորս, բայց խի պիտի թողենք, խի պիտի անտարբեր լինենք, որ վաղվա օրը ձեր ընտանիքներում նույնատիպ բաներ կրկնվի, կամ ձեր հետ նույնատիպ բաներ կրկնվի։ Դրա համար ստեղ միասնության խնդիրը, միասնության խոսքի կարևորությունը դրա մեջ է։ Հիմա բայց տեսեք, որպեսզի Արցախի հարցը նորից վերադառնա եւ բանակցությունների սեղան եւ ընդհանրապես իրավիճակի փոփոխություն, ընդդիմադիր գործիչներն ասում են, որ պետք է բանակցող փոխվի, որովհետև այս իշխանությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կարգ, բայց արցախցիների 12 կետի պահանջում, ինչքան գիտենք, իշխանափոխության հարց չկա, չէ՞, հետևաբար այս խնդրի կարգավորումը ինչպես եք տեսնում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Նայեք, մենք որպես հասարակություն, հասարակ ժողովուրդ, մենք դրել ենք այն հարցերը, որ կախված է ժողովրդի խոսքի հետ կախված, իրանց թե սկսած հիմա իշխանությունը։ Ես ասեմ, գամ շարունակելով գամ։ Հիմի մենք եթե պահանջատեր ենք այդ կետերի ներկայացրել եք իշխանությունը պիտի բոլոր այդ պատասխանները ներկայացնի հիմնավորած, ոչ թե բառացիորեն։ Հիմի որ այդ կետերի պատասխանները տալիս են, դրական են տալիս, բացական են տալիս, խնդիրը իշխանության մեջ է, որպես պատասխանատու, չէ՞, որ վերցնում ես։ Ստեղ որ կարևորացնես գազ միանգամից ասես իշխանությունը հեռացիր, դա մի քիչ ժողովրդի կողմից խոսքի անձամբ իմ կողմից դա մի քիչ ուրիշ տրամաբանություն է։ Բայց ես եկել եմ իշխանության դեմ դրել ենք որպես ժողովուրդ պահանջ, որպես պատասխանատու, մնացած որոշումները թող իրան կայացնեն։ Բայց այդ պահանջը ըստ էության ինչ է փոխելու այն դեպքում մանավանդ, երբ միջազգային հարթակներում է անգամ խոսվում եւ ասվում, որ հավաքական վերադարձի մասին չեն խոսում, ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հարցը իրենց համար փակված է եւ իրենք որևէ նկրտումներ չունեն։ Ես կարամ անդրադառնամ այդ հարցի շուրջ այս ձևի։ Միջազգային հանրությունը միշտ նայում է երկրի մեջ ինչ իրավիճակ է, իր դիրքորոշումն էլ դրա հետ համապատասխան ներկայացնում է։ Եթե մենք 94 թվականին եղել եք հաղթող կողմ, միջազգային հանրությունը լրիվ ուրիշ բաներ ասում։ Մինսկի խումբը ինչի համար է ձևավորել, հենց դրա հիման վրա է ձևավորել, որ այս հարցը Արցախը ճանաչել են որպես հակամարտող կողմ, ընթացքում էլ այս հարցը ներկայացրել են, ձևավորել են որպես խոսքի բանակցային բաները ընթացքում լուծեն այս հարցը առանց պատերազմի, առանց բանի, որ ասում է ուժի կամ կռվի միջոցով, չէ՞։ Այդ միջազգային նույն ներկայացուցիչներն ա ինչ է, նայում են երկրի մեջից ղեկավարության դիրքորոշումը, դրա հիման վրա էլ իրանց շահերի համապատասխան կամ էլ ինչ որ իրանց որ ասում եմ տեսլակետները դա միշտ էլ փոխվել է, միշտ էլ փոխվում է։ Սա ստեղ պիտի լինի Հայաստանի մեջ, մայր Հայաստանում որոշումները պիտի կայացվի, դիրքորոշումը ստեղից պիտի լինի։ Ես ձեզ հավաստացնեմ, ընթացքում իմ ասածից հիշեք, կարող է փոփոխություններ լինի, փոփոխություններ։ Այդ նույն միջազգային հանրությունը կամ այդ միջազգային կառույցներն է ինչա ուրիշ արձագանքներ տան։ Ես դրա վրա վստահ եմ, որովհետև մենք ականատես ենք մենակ ստեղի հետ կախված չի։
աշխարհում տարբեր տեղերում կախված սկզբնական շրջանում ինչ դիրքորոշում են անում, բայց ընթացքում արդեն ոնց է իրանց բանը փոխում, մտքերը կամ տեսլակետը փոխում։ Հա, բայց հիմա այստեղ գործող իշխանությունը նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չկա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որևէ կետ։ Իսկ դուք ասում եք, որ իշխանափոխության պահանջ չէ ձերը, այլ իշխանության հետ եք փորձում համաձայնեցնել։ Հիմա եթե այդ իշխանությունը այսպես է ասում, դուք ինչպես եք իրենից հստակ քայլեր ակնկալում։ Նորից եմ ասում, մենք եկել ենք այնձևի ծայրահեղ իրավիճակում հասել, որ այդ նույն իշխանության օրոք ենք չէ եկել հասել։ Հիմիկվա այս շարժման, այս ձևավորած այս խորհրդի հետագա գործողությունները հենց դրանից է կախված։ Մենք պիտի հստակ իմանանք, մենք պիտի հստակ լսենք, բառերով չի հիմնավորած բոլոր այդ պատասխանները։ Սահմանադրություն են խախտել, օրենքներ են ոտնահարել, իրավունքներ են ոտնահարել ու դրանով հանրությունը որ հասկանա, որ այդ հանրության մեջ էլ կա տարբեր բաներ, էլի հասկացողություն։ Այսինքն եւս մեկ անգամ ուզում եք հստակեցնել, որ ոչինչ չեն անելու։ Ոչինչ չեն անելու, իսկ չեն էլ անում։ Մենք մեր կողմից աշխատանքների մասին ենք խոսում, որ հերթական խոսքի քայլերում գնացել եք այս քայլերին, ասել եք, խնդրել եք խոսքի, որ ձևավորած պատասխանները տվեք ձեր Արցախի հետ կախված, հիմնավոր այդ Արցախի ինքնորոշման հետ կախված, Մինսկի լուծարման հետ կախված, ինչի եք դուք ինքնագլուխ այդ ձևի որոշումներ կայացնում, որ ընդհանրապես դուք ոչ մասնակից եք եղել, դուք ոչ այդ իրավունքները ունեցել եք, դուք որպես էլ երաշխավորող կողմ ընդհանրապես այդ ձևակերպումներ չեք իրականացրել։ Ստեղ հարցը գնում է, որ բոլոր որոշումները կայացնում է մի քանի հոգու մեջ խոսքի ղեկավար կամ էլ մի քանի սա կասկածանքի տեղ է տալիս, որ այդ մարդիկ ժողովրդի շահերնա, ազգի շահերնա չեն բանանում, то есть չեն համապատասխանում մեր ժողովրդի, մեր ազգի շահերին։